Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իսրայելի և Իրանի միջև հրադադարի մասին հայտարարությունից հետո երկու երկրները միմյանց մեղադրել են համաձայնությունը խախտելու մեջ։ Իսրայելը հայտնել է, որ հրադադարն ուժի մեջ է մտել առավոտյան ժամը 7-ին, սակայն դրանից կարճ ժամանակ առաջ իրանական հրթիռակոծությունից Բեերշևայում առնվազն 4 մարդ է զոհվել։ Այնուհետև ըստ իսրայելական կողմի Իրանը ևս մեկ հրթիռ է արձակել 7-6 րոպեին, ևս երկուսը 10-25-ին։ Հրթիռները խոցվել են կամ ընկել բաց տարածքում առանց որևէ վնաս պատճառելու։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ հրամայել է երկրի զինված ուժերին խստորեն արձագանքել Իրանի կողմից հրադադարի խախտմանը և ինտենսիվ հարվածներ հասցնել Թեհրանին։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է Իսրայելին հարվածելու մասին մեղադրանքները։ Թրամփն Իսրայելին խնդրել է չռմբակոծել Իրանը։ Իսրայել, մի նետեք այդ ռումբերը։ Եթե դա անեք, դա լուրջ խախտում կլինի։ Անհապաղ տուն վերադարձրեք ձեր օդաչուներին։ Այնուամենայնիվ Թեհրանում պայթյուններ են լսվել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ հարվածել է Թեհրանի մերձակայքում գտնվող ռադիոտեղորոշման համակարգի՝ ի պատասխան Իրանի կողմից հրադադարի խախտման։ Հայտարարության մեջ նաև նշվել է, որ Նեթանյահուի և Թրամփի միջև հեռախոսազրույցից հետո Իսրայելը զերծ է մնացել Իրանին հետագա հարվածներ հասցնելուց։ Իր հերթին Թրամփը ևս մեկ գրառում է արել Truth Social հարթակում։ Իսրայելը չի հարվածի Իրանին, բոլոր ինքնաթիռները կշրջվեն և տուն կվերադառնան։ Հրադադարն ուժի մեջ է։ Սպիտակ տան ղեկավարը նաև հայտնել է, որ Իրանն այլևս երբեք չի վերակառուցի իր միջուկային օբյեկտները։ Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մեկնելուց առաջ Թրամփը դժգոհություն է հայտնել թե Իրանից, թե Իսրայելից։ Նա հատկապես վրդովմունք է հայտնել Իսրայելի գործողությունների առնչությամբ։ Ինձ չի գոհացնում այն, ինչ հիմա անում է Իսրայելը։ Ընդամենը մեկ հրթիռ էր արձակվել, որը տեղ չէր հասել։ Ինձ դուր չեկավ այն փաստը, որ Իսրայելը համաձայնության հասնելուց անմիջապես հետո հարվածեց։ Պարտադիր չէր, որ դրանք հարվածեին, եւ ինձ դուր չեկավ նաեւ այն փաստը, որ հարկահարվածը շատ ուժեղ էր։ Իրանը հայտարարել է, որ հունիսի 24-ի գիշերը և առավոտյան Իսրայելը ամենադաժան հարձակումն է իրականացրել։ Ըստ Իրանի առողջապահական գերատեսչության միայն վերջին 24 ժամում իսրայելական հարվածներից զոհվել է 107 մարդ, վիրավորվել 1300-ից ավելին։ Ընդհանուր առմամբ հակամարտության 12 օրվա ընթացքում Իրանում զոհերի թիվը հասել է առնվազն 606-ի, 5300-ից ավելի մարդ վիրավորվել է։ Իսրայելն իր հերթին հայտնել է, որ երկրում իրանական հարվածներից վիրավորների թիվը գերազանցել է 3200-ը, զոհերի թիվը մոտ 30 է։ Իդեպ հաղագամեկներից Թրամփը նաև հայտարարել է չի ցանկանում վարչակարգի փոփոխություն Իրանում։ Ես նման բան չեմ ուզում, ես կցանկանայի, որ ամեն ինչ հնարավորինս շուտ հանդարտվեր, ասել է նա։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ իր երկիրը կհարգի ԱՄՆ նախագահի կողմից հայտարարված հրադադարը, եթե Իսրայելը հետևի դրա պայմաններին։ Ավելի վաղ Իսրայելի նախագահը հայտարարել էր, որ իրենց հաջողվել է վերացնել Իրանից բխող միջուկային սպառնալիքը։ Իցհակ Հերցոգը նշել է, որ նպատակներին հնարավոր է եղել հասնել ծանր կորուստների գնով, սակայն պատմական տեսանկյունից նրա խոսքով սա մեծ քայլ է դեպի առաջ։ Աշխարհի տարբեր երկրներ և կառույցներ ողջունել են Թրամփի հայտարարած հրադադարի համաձայնությունը։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարը լավ նորություն է, սակայն դեռ փխրուն է։ Այժմ ժամանակն է վերադառնալու բանակցությունների սեղանի շուրջ, հայտարարել է նա։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ուղերձ է հղել Թրամփին շնորհակալություն հայտնելով Իրանում նրա վճռորոշ գործողությունների համար, ինչը Մարկ Ռյուտեի խոսքով ոչ ոք չէր համարձակվում անել։ Դրա շնորհիվ մենք բոլորս ավելի ապահով ենք, գրել է Ռյուտեն։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ևս ողջունել է հրադադարը, նշելով, որ այժմ հարկավոր է առավելագույն ճնշում գործադրել ռազմական գործողությունների դադարեցման և երկխոսության վերսկսման համար։ Թրամփի կողմից Իսրայելի և Իրանի միջև հրադադարի մասին հայտարարությունը ողջունել են նաև Եվրահանձնաժողովի նախագահը, Ռուսաստանը, Թուրքիան, Նիդերլանդները, Չինաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Հորդանանը, Ճապոնիան և այլ երկրներ ու կառույցներ։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին նույնպես ողջունել է Իրանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը։ Գործակալության հետ Իրանի համագործակցության վերսկսումը հաջող համաձայնագրի բանալին է, նշել է նա, հավելելով, որ Իրանի արտգործնախարարին առաջարկել է հանդիպել մոտ ժամանակներս։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։